Հարցը մեր գործընկերը շարունակվում է փակված մնալ, ուրեմն արդեն 5-րդ օրն է հացադուլի մեջ է, սա ես չգիտեմ, ավելի մեծ ահաբեկչություն, որ հնարավոր է, տարել են կանցեր հասկացողություն կա, այսքան այնտեղ ամենադաժան պատժախուցն է, պատժախուց, պատժի համար նախատեսված հացադուլի մեջ գտնվող մարդու համար պիտի տալ ավելի պայմաններ, որ լինի ամեն րոպե հսկողության տակ, իրեն տարել են այդտեղում բժշկական, այո, Նարեկ Սամսոնյանը, ինչի համար, որովհետև ինչ ծնունդ է ասել Ալենի իրենց, Շան լակոտներ, շան չգիտեմ, չէ, ինչ-որ բառեր է ասել, ազգային ժողովի նախագահը իրենց հասցեին և իրենք համարժեք պատասխան էլ չի տվել է Նարեկը, չգիտեմ ինչ է ասել և այսօր, խոսքի ազատություն եք խոսում, իրավունք եք խոսում, ձայներ, չգիտեմ, մեր ժամանակ խոսքի ազատությունը, լրատվամիջոցների ազատությունը, չգիտեմ ինչ, այսօր Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տեղի ունենում բառից բուն իմաստով խոշտան գում։ Այո, եկեք մի բան ֆիքսենք, Նարեկ Սամսոնյանը և Վազգենը Սաղաթելյան մեղադրվող են։ Այո, դեռ չեն հաստատվել մեղադրանքը։ Այսինքն դա մեղադրվող է։ Դատական վճիռ չկա։ Դատական վճիռ չկա։ Այսինքն նրանք այսօր մեր օրենքի առջև անմեղ են։ Եվ անմեղ մարդուն պատժախուց տանել, զուտ այն պատճառաբանությամբ, որ տվյալ տարածքում իրենք չունեն համապատասխան ինչ-որ սենյակ, դա աբսուրդ է։ Չունեք սենյակ, ուրիշ տեղ տարեք այդ սենյակը, որը ապահոված է, կամ բարի եղեք սենյակներից մեկը ապահովել համապատասխան պայմաններով և ապահովել հացադուլի պայմանները։ Ի վիճակի չեք, տեղափոխեք ուրիշ տեղ։ Խնդիրն անում է, որ անմեղ մարդուն այսօր, որտեղ նա օրենքով դատապարտված չէ, անմեղ մարդուն այսօր ոչ միայն կալանքի տակ են պահում, այլև տեղափոխել են պատժախուց, որը նախատեսված է պատիժ կրելու համար և նրա առողջությանը փաստորեն խոշտ անգումներով փորձում են մարդուն ստիպելու որոշակի զիջումների գնալու։ Սա աբսուրդ է, բայց սա տիպիկ ձեռագիրն է այս իշխանությունների։ Այո։ Սա հասկանամ։ Բադու մեծ ես խոսում, ես ընտրված եմ, չես պասեք 600,000 չգիտեմ ես ունեմ, ես ինչ-որ դեմոկրատիա չգիտեմ ինչ ճանապարհ բռնել, բոլորին կալանավորել, ծեծ ու ջարդ, գցել բանտերով, կալանքներ նշանակել։ Եվ ևս մեկ անգամ մեր հանրության համար հիշեցնեմ, որ ծպուտ անգամ չի հնչում ոչ ամերիկյան դեսպանությունից, ոչ պետքարտուղարությունից, ոչ Եվրոպական միություն կոչված երկրներից, որտեղ իրենք այսպես կուրծք ծեծելով փորձում են ամբողջ երկիրը ժողովրդին բրդելով, տեղավորելով ճխտել այդ վերացող կառույցի մեջ, ոչ իրենց սպասարկող, այսպես ասած, իրավապաշտպան կառույցներից ենք մենք ձայն լսում սրա հետ կապված։ Սա ուղղակի ժողովրդի համար այն արթնացման կոչնակ կլինի, որ հասկանան, որ այդ բոլոր թեզերը, որոնց մենք հավատում ենք եւ որոնց մենք ուզում ենք, որ իրոք մեր երկիրը այդ սկզբունքների հիման վրա գործի, աշխատի եւ այլն, եղել է ընդհանրապես գործիք արևմտյան երկրների կողմից մեր հանրությանը խապկանքի մեջ պահելու եւ իրենց դրածոներին իշխանության բերելու, որպիսի նրանք կատարեն այն հանձնառությունը եւ այն ծրագիրը, ինչի համար իրանք բերվել են։ Իսկ այդ ծրագիրը խոստանում է Հայաստան պետության վերացումը եւ հայ ժողովրդի որպես այդ պետության գերակատարի բացառումը այս տարածաշրջանում։ Նիկոլ Փաշինյանին մնացել է միայն հենման այդ վարչական ռեսուրսը դա էլ է շատ խախուտ իրաց այո, խարխուլ վիճակում է, միակ այդ իրավապահ համակարգի այդ իրանց պարետներն են, ոստիկաններն են եւ ինքը կիրառում է միայն նստացնեմ, բռնեմ, ջարդեմ, եթե պետք է սպանել, որովհետեւ դեռ օրինակ Փարաքյարի համայնքի ղեկավարի սպանությունը, այդ ինչպես եղավ Փարաքյարի համայնքի տեսնում Փարաքյարի համայնքապետի սպանության, այս ձերբակալության, իսկ Հայաստանում այդ բաները ինչպես Նիկոլն ասում է, ով է միակ որոշում կայ Աշոտ Երկաթի, իսկ այդպիսի որոշումներ Հայաստանում ինչպես ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով է այդ որոշումները կայացնում, ով է իրավունքը միայն ունի ինքը, ասել է, չէ՞։